Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ, սկսում ենք մեր ուղիղ ռեպորտաժը ԱՄՖ Cup մրցաշարից, որտեղ մեկնարկել է 6-րդ տուրը եւ տուրի առաջին հանդիպումն ենք սկսում դիտել միասին։ Նոթինգեմ Ֆորեսթը ուժերն է չափում Մադրիդի Ռեալի հետ, երկու թիմեր, որոնք նախորդ 5-րդ տուրում հաղթանակով են ավարտել իրենց հանդիպումները ու այսօր լավ տրամադրությամբ մոտեցել են այս անմիջական դիմակայությանը։ Երկու թիմեր նաև, որոնք իրենց կազմերում ունեն լավ ֆուտբոլիստներ, որակապես բարձր կատարող ֆուտբոլիստներ, հետևաբար մենք այսօր սպասում ենք շատ հետաքրքիր, դրամատիկ ու արդյունավետ պայքար։ Հիմա Ռեալի ֆուտբոլիստները իրացնում են տուգանային հարվածը եւ բացվում է հանդիպման հաշիվը, շատ անսպասելի իդեպ, եւ Մադրիդի Ռեալը խփում է առաջին գնդակը։ Նախորդ տուրում, 5-րդ տուրում Ղարիբյանը մի քանի անգամ այսպիսի տուգանային հարվածներ իրացրել էր եւ այսօր փաստորեն նախորդ տուրում փորձեց իրացնել, կատարելագործեց ամեն ինչ եւ այսօր կարողանում է բավական արագ հանդիպման մեկնարկում արդեն երկրորդ րոպեին իրացնել այդ տուգանայինը եւ շատ գեղեցիկ հարվածով բացել հանդիպման հաշիվը, ինչ խոսք, անսպասելի էր նաեւ մեզ համար, քանի որ եթե զգացիք որևէ կերպ սկզբնական շրջանում չարձագանքեցի դարպասի այդ գրավմանը, հիմա Ռեալը նորից մոտ էր հաջողությանը, Լուկյանչիկն էր փորձում կրնկով գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ, չստացվեց։ Բայց լավ էր այս արագ գնդակը նաեւ այն առումով, որ մենք հիմա կտեսնենք ավելի հարձակողական ֆուտբոլ Նոթինգեմ Ֆորեսթի ֆուտբոլիստների կատարմամբ, չեմ ասի թե Նոթինգեմի խաղացողները միշտ գործում են խոր պաշտպանությունից կամ չեն փորձում մեծ ուժեր տեղակայել հարձակման գծում, բայց ինչ խոսք բաց թողած գնդակը ավելի կստիպի հիմա նոմինալ դաշտի տերերին ավելի մեծ ուժեր կենտրոնացնել հարձակման գծում, քանի որ Ռեալը այն թիմն է, որը կարող է կտրուկ ավելացնել նաև հաշվի մեջ իր առավելությունը եւ հետեւաբար ծանր իրավիճակ կլինի Նոթինգեմի համար, ուստի մենք հիմա սպասելու ենք Նոթինգեմի պատասխանին, իսկ արդյունավետ հանդիպման մեկնարկը այսպիսով դրված է։ Անհաջող հեռացրեցին գնդակը Նոթինգեմի խաղացողները եւս մեկ անգամ ռիսկի դիմեցին եւ Սասուն Տեպնանցն էր այնտեղ իրացնում ազատ հարվածը, հիմա Նոթինգեմի խաղացողներն էին անցել գրոհի, չստացվեց հարվածը արդյունավետ ավարտել ու Ռեալի ֆուտբոլիստները իրացնում են ազատ հարված սեփական դարպասից։ Փոխանցում դեպի Արչևի գիծ Տեպնանց եւ ձեռքով խաղ արձանագրում է հանդիպման մրցավարն ու տուգանայինը իրացնում են Նոթինգեմի ֆուտբոլիստները։ Ուժեղ էր փոխանցումը դեպի Աջեզր, Ռեալը ստանում է եզրային նետման իրավունք։ Շտապեցին նետումը կատարելիս, սխալվեցին, հիմա պետք է նահանջել, քանի որ Նոթինգեմը կազմակերպում է դիրքային գրոհ, փոխանցումը վատ չէր մտածված, ուղղությունը ճիշտ էր ընտրված, բայց թույլ էր եւ չհասավ խաղանկերոջը, սակայն Նոթինգեմի ֆուտբոլիստները հիմա շարունակում են գրոհը իրենց ձախ եզրով զարգացնել։ Խլեց գնդակը Ռեալը եւ 2-1-ի դիմաց հիմա ոչ Լուկյանչիկի փոխանցումը սխալ էր, շտապեց, կարծում եմ Լուկյանչիկը, եթե ավելի հանգիստ այդ փոխանցումը կատարեր, ապա կարելի էր նաև վտանգավոր պաս ստեղծել մրցակցի դարպասի մոտ։ Անհաջող խաղարկեցին ազատ հարվածը, Նոթինգեմը եզրային նետման իրավունք է ստացել, անմիջապես նետում են գնդակը խաղի մեջ։ Փոխանցում կենտրոն, լավ հնարավորություն կա եւ գերազանց է գործում դարպասապահ Սևակ Գալստյանը։ Ռեալի այնտեղ Էրիկ Կարապետյանն էր դուրս եկել հարվածային դիրք, չգիտեմ, միգուցե այն դիրքից որտեղ ինքն էր զգաց, որ կարելի էր միանգամից հարվածել, բայց միգուցե կարելի էր շրջանցել դարպասապահին, բայց միգուցե կարելի էր նաեւ միանգամից հարվածել, քանի որ դարպասապահը արդեն դուրս էր եկել տեղից եւ կրճատում էր անկյունը, իսկ հիմա լավ փոխանցում է հետևում Կարապետյանի ուղղությամբ ու հաշիվը դառնում է 1-1 7-րդ րոպեին Էրիկ Կարապետյանը
կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Մեկ-մեկ արդեն մեզ մոտ հանդիպման 7-րդ րոպեն է, ընթացքի մեջ 1-1, Ռեալն է անցել գրոհի, կլինի հարված, փնտրում է հարվածի հնարավորություն և գնդակը հայտնվում է Նոթինգեմի դարպասում, շատ արագ Ռեալը կարողանում է խփել իր երկրորդ գնդակը և Ռեալի կազմում գոլի հեղինակ դառնում է թիմի ավագ Արտաշես Թովմասյանը։ Շարունակենք հետևել հանդիպման հարգելի ֆուտբոլասերներ, 8-րդ րոպեն է ընթացքի մեջ, բավական արագ զարգանում են մեզ մոտ իրադարձությունները, 2-1 հաշվով արդեն առջևում է Ռեալը, ընդ որում բաց թողած գոլից հետո Ռեալը շատ արագ կարողացավ խփել երկրորդ գնդակը և հիմա Լուկյանչիկը կարող էր նաև մեծացնել Ռեալի առավելությունը, եթե ավելի հաջող իր հարվածը կատարեր, Ռեալը շարունակում է գրոհը, փոխանցում պաշտպաններ։ Այստեղ ուշադիր Նոթինգեմի կազմում չկա կանոնների խախտում, մրցավարը թույլ է տալիս շարունակել հանդիպումը։ Տեպնանց ուղղակի հեռացրեց գնդակը, նույնը արեց նաև Ղարիբյանը։ Ռեալի պաշտպանը Նոթինգեմը նորից անցել էր գրոհի, կանոնների խախտում կրկին չկա, մրցավարը թույլ է տալիս պայքարել։ Ու կարծում եմ ճիշտ որոշում է, քանի որ ֆուտբոլն այդպիսինն է, հետևեց Էրիկ Կարապետյանի հարվածը հեռու տարածությունից և տեղում էր Սևակ Գալստյանը։ Բացի այն, որ իրադարձություններն են արագ զարգանում, արագ է նաև խաղը, ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ չեն նստում պաշտպանությունում և ինչպես տեսնում եք բաց ֆուտբոլ է ընթանում։ Առաջնում Ռեալն է անցել նորից գրոհի, հարված և անդրադարձ։ Անկյունային իրավունք է ստանում Ռեալը, իսկ հարվածային դիրքում հայտնվել էր Ալեքս Ռուբենյանը։ Սխալ չէր հարվածը, չենք կարող ասել, որ սխալ էր, բայց մյուս կողմից հստակ երևում էր, որ կարելի էր նաև փոխանցում կատարել դեպի աջ եզր, որտեղ ազատվել էր։ Լուկյանչիկը բարձրից փոխանցում և գերազանց գոլի հեղինակ է դառնում Արթուր Ղարիբյանը։ Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը դառնում է 3-1։ Կրկին վերադառնանք խաղադաշտ, հետևենք հանդիպման ընթացքին, Ռեալի ֆուտբոլիստները երրորդ գոլից հետո նորից շարունակում են իրենց գրոհները և ցանկանում են իհարկե մեծացնել հաշվի մեջ առավելությունը, իրենք էլ տեսնում են, որ Նոթինգեմը պայքարում է, Նոթինգեմը ունի լավ ֆուտբոլիստներ և իհարկե կարող է ցանկացած պահի փոխել խաղի ելքը խաղադաշտում և առհասարակ։ Այդ իսկ պատճառով հիմա Ռեալը փորձում է որքան հնարավոր է մեծացնել առավելությունը հաշվի մեջ, որպեսզի հետագայում ավելի հանգիստ լինեն։ Ինչ վերաբերում է Նոթինգեմին, ապա համոզված եմ, որ
հաշտ չեն այս հաշվի մեջ, այս հաշվի հետ Նոթինգեմի ֆուտբոլիստները եւ ամեն ինչ անելու են խաղը փրկելու համար։ Ճիշտ է, առայժմ արդյունավետ հարված Ռեալի դարպասին ընդամենը եղել է մեկ անգամ, բայց նորից ասեմ Նոթինգեմի կազմում կան լավ ֆուտբոլիստներ, արագաշարժ, տեխնիկապես գրագետ։ Հիմա Նոթինգեմը կիրացնի անկյունային հարված ու գնդակի մոտ է թիմի ավագը Գարիկ Տեպնանցը արկում է Կարապետյանի հետ, Կարապետյան Սուրանկյան տակ էր փորձում հարվածել Կարապետյանը եւ հիմա փոփոխություն Ռեալի կազմում։ Նորից նայենք ժամացույցին 13-րդ րոպեն է մեզ մոտ ընթացքի մեջ, հիշեցնեմ, որ հետևում ենք ԱՄՖ մրցաշարի 6-րդ տուրի առաջին հանդիպման ընթացքին։ Նոթինգեմ Ֆորեսթը ուժերն է չափում Մադրիդի Ռեալի հետ եւ Ռեալը այս պահին հաղթում է մրցակցին 3-1 հաշվով։ Կրկին պայքար գնդակի համար, ոչինչ չկա, Կարապետյան, ավելի վաղ կարելի էր հարվածել, ինչ է արձանագրում մրցավարը, կանոնների խախտում եւ դեղին քարտ Սևակ Գալստյանին։ Այստեղ կարելի էր խուսափել այս բախումից, այս կանոնների խախտումից, եթե Կարապետյանը մի փոքր ավելի արագ գործեր ու գնդակն ուղարկեր մրցակցի դարպասը, քանի որ դրա հնարավորությունը ուներ Կարապետյանը, պարզապես փորձեց շրջանցել մրցակցի դարպասապահին էլ ավելի հարմար դիրք դուրս գալու նպատակով ու չհասցրեց դա իրագործել, քանի որ Սևակ Գալստյանը խախտեց կանոնները ու հիմա Ռեալը պատ է կազմում, Նոթինգեմի ֆուտբոլիստներն էլ ստացել են տուգանային հարվածի իրավունք։ Տեպնանցը եւ Կարապետյանն են հիմա գնդակի մոտ, տեսնենք ով նրանցից կհարվածի։ Իդեպ ազատ է Տեպնանցից եւ Կարապետյանից ձախ անկյունը, ճիշտ է այնտեղ տեղակայվել է դարպասապահը, բայց ուժեղ հարվածի դեպքում կարելի է հենց այդպես էլ անում էր։ Տեպնանցը անկյունային հարված, Սևակ Գալստյանը հասցրեց դիպչել գնդակին։ Ոչ, եզրային նետում Այն դեպքում չէր անցել գնդակը դիմային գծից, այլ անցավ եզրից, Նոթինգեմի ֆուտբոլիստներն են նորից գնդակով, փոխանցում ետ։ Գարիկ Մարտզյանն էր խաղարկել գնդակը անկերների հետ։ Նորից ստանում է գնդակը Մարտզյանը, պատ խաղարկում դաշտի միջին հատվածում ու լավ հնարավորություն կա հիմա Նոթինգեմի համար։ Տեղում է նորից Գալստյանը։ Վատ չխաղարկեց հիմա Նոթինգեմ այս գրոհը։ Ուղղակի նորից այն թերությունը, որը շատ թիմերի շատ ֆուտբոլիստների մոտ այս մրցաշարի ընթացքում նկատվում է, այն է, որ շատ հաճախ հարվածային դիրք դուրս գալիս ուշացնում են, հարվածը փորձում են ավելի նպաստավոր դիրք ստանալ, շրջանցել, նորից Գալստյանը վերցնում է գնդակը եւ Նոթինգեմը նորից ձախողում է իր հնարավորությունը։ Ռեալի ֆուտբոլիստներին է եզրային նետումը միանգամից իրացրեցին, փոխանցում դեպի ձախ, պաշտպանը ուշադիր էր, Մարտզյանը պայքարեց Թովմասյանի հետ, կարողացավ հաղթել այդ մենապայքարում, բայց Ռեալի խաղացողները շարունակում են մնալ մրցակցի կիսադաշտում, փոխանցումը չանցավ, եզրային նետում ընդամենը եւ փոփոխություն։ Հիմա փոփոխություն է կատարվում Ռեալի կազմում։ Հիմա արդեն կարելի է իրացնել նետումը, թույլ է տալիս մրցավարը։ Կրկին փորձում են կարճ տարածության վրա խաղարկել Նոթինգեմի ֆուտբոլիստները, Ռեալի ֆուտբոլիստները, հիմա Կարապետյանը կարող էր, բայց փայլուն գործեց Սևակ Գալստյանը, նախ կարդաց այդ փոխանցումը, դուրս եկավ եւ կարողացավ խանգարել Կարապետյանին եւ Ռեալը նորից հնարավորություն ուներ ու գերազանց է գործում այստեղ
Գարիկ Մարզյանը պաշտպանության գծում, նորից Կարապետյանի ուղղությամբ է այս փոխանցումը, Գալստյանը կրկին պայքարում է Կարապետյանի հետ, հարված ու անկյունային, այս անգամ Կարապետյանը կարողացավ շրջանցել Ռեալի դարպասապային, բայց հարվածը չստացվեց, սխալվում է Տեպնանցը, Լուկյանչիկն է վերցրել գնդակը, Լուկյանչիկ և կանոնների խախտում դեղին քարտ է ստանում Սասուն Տեպնանցը։ Ակնհայտ է, որ պաշտպանության ամենավերջին հատվածում, քանի որ հենց Սասուն Տեպնանցն է մնացել որպես վերջին պաշտպան, այս ֆուտբոլիստը զիջում է ավելի ամրակազմ Լուկյանչիկին, այսինքն այստեղ նույնիսկ ֆիզիկական տվյալները համեմատելու կարիք չկա, որովհետև ակնհայտորեն հսկայական առավելություն ունի Լուկյանչիկը և նրան թողնել Լուկյանչիկի դեմ, կարծում եմ այդքան էլ ճիշտ որոշում չէ։ Եվ այս դրվագում հենց ֆիզիկական տվյալների հաշվին Լուկյանչիկը կարողացավ վաստակել այս Տուգանայինի իրավունքը և հիմա հենց նա էլ իրացնում է այս Տուգանայինը, Լուկյանչիկ հարված և գնդակը հայտնվում է դարպասում 18-րդ րոպեին Ռեալը խփում է 4-րդ գնդակը այս հանդիպման։ Մեզ մոտ արդեն 4-1 հաշվով առջևում է Ռեալը, հաշվի մեջ ամենայն դեպս ստանում է շատ մեծ առավելություն, բայց խաղային առումով չեմ կարող ասել, որ հսկայական է տարբերությունը Ռեալի և Նոթինգեմի միջև։ Պարզապես արձանագրենք, որ Ռեալը իր պահերը օգտագործելու առումով ունի առավելություն։ Նոթինգեմը ստեղծում է պահերը չի կարողանում օգտագործել, իսկ Ռեալը այս տեսանկյունից միանշանակ ունի առավելություն, քանի որ այս թիմի ֆուտբոլիստները կարողանում են իրենց պահերը մեծ հաշվով օգտագործել։ Իրացված է եզրային նետումը, նորից Լուկյանչիկն է ընդունել գնդակը և Մարզյանը հասցրեց այստեղ փակել փոխանցման ճանապարհը, շատ վտանգավոր փոխանցում էր հետևում դեպի աջ եզր։ Կրկին Ռեալի ֆուտբոլիստներն են, Լուկյանչիկ, բարձրից փոխանցում, այս անգամ Տեպնանցը կարողացավ վերցնել գնդակը, փոխանցում Կարապետյանի ուղղությամբ, Ղարիբյանը այստեղ է և անկյունային հարված, Ղարիբյանը փորձեց մարմնով փակել գնդակի ճանապարհը և այսինքն Կարապետյանի ճանապարհը դեպի գնդակը, արդյունքում եղավ անկյունային հարված։ Հիմա Նոթինգեմի խաղացողները կիրացնեն այդ անկյունայինը, խաղարկեցին Կարապետյանն ու Տեպնանցը, նորից պետք է դա անել, քանի որ մրցավարը չէր սուլել։ Հիմա կրկին փոխանցում կենտրոն, հարվածային դիրք կար, սխալվում են Նոթինգեմի խաղացողները, Լուկյանչիկը վերցնում է գնդակը, մեծ արագությամբ ձախ եզրով նետվում է առաջ, նորից ֆիզիկական պայքար էր չափից ավելի անհամատեղելի ֆուտբոլիստների միջև ֆիզիկական առումով, որտեղ նորից հաղթող է դուրս գալիս Լուկյանչիկը։ Այս առումով իհարկե առավելություն ստանում է Ռեալը առջևի գծում։ Լավ փոխանցում է հետևում դեպի աջ եզր, Տեպնանց, Նոթինգեմը կրկին վերցրել է գնդակը, անցնում է հակագրոհի և եզրային նետում։ Նայենք նորից ժամացույցին, 21-րդ րոպեն է ընթացքի մեջ, 4 րոպեից մի փոքր ավելի մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը, հիշեցնեմ, որ սա ԱՄՖ քափ մրցաշարի 6-րդ տուրի Նոթինգեմ Ֆորեսթ Ռեալ Մադրիդ հանդիպումն է, Ռեալը առայժմ հաղթում է 4-1 հաշվով։ Մանր էր այս խաղարկումը, մինչդեռ կարելի էր տարբերակ գտնել հեռվից հարվածելու համար և ինչու եմ սա շեշտում, քանի որ ակնհայտ զգացվում է, որ Ռեալը պաշտպանության գծում շատ ավելի կազմակերպված է գործում։ Մեծ հաշվով կարող ենք ասել բացառությամբ մի քանի դրվագների խոշոր սխալներ թույլ չեն տալիս և հիմա լավ գործեց դարպասապահը Նոթինգեմի Վյաչեսլավ Գրիգորյանը։
Հետևաբար, եթե Ռեալը լավ է կազմակերպում պաշտպանությունը, խոշոր սխալներ, որպես այդպիսին թույլ չի տալիս պաշտպանության գծում, եւ կարողանում է թույլ չտալ մրցակցին այդ կարճ փոխանցումներով վտանգավոր պայեր ստեղծել, ապա պետք է գործի դնել հեռու տարածություններից արվածները, լավ փոխանցում էր Կարապետյանի ուղությամբ, լավ էլ շրջանցել էր Կարապետյանը, բայց մի փոքր շատ նետեց գնդակը իրենից ու կորցրեց հնարավորությունը դարպասը գրավելու կանոնների խախտում։ Թույլ է տալիս Վովա Պողոսյանը եւ Նոթինգեմը աջ եզրում ստացել է տուգանային հարվածի իրավունք։ Գնդակի մոտ է թիմի ավագը Գարիկ Տեպնանցը։ Առաջին խաղակեսն աստիճանաբար մոտենում է ավարտին, ուստի Նոթինգեմը ամեն գնով փորձելու է կրճատել հաշվի տարբերությունը, Կասուլիչը Տեպնանց, բարձրից փոխանցում, Գալստյանը փորձեց վերցնել, բայց չկարողացավ, սակայն հանեց գնդակը Տուգանային հրապարակից եւ Տիգրան Շեկոյանը կարողանում է եզրային նետման իրավունք վաստակել Ռեալի համար, անմիջապես փոխանցում կենտրոն, Նոթինգեմը վերցնում է գնդակը, առայժմ սեփական կիսադաշտում են Նոթինգեմի խաղացողները, բայց այստեղից շուտ պետք է դուրս գալ, լավ գործեցին հիմա, Տեպնանց, փոխանցման փորձ դեպի ձախ եզր, Ղարիբյանը փակեց այդ գնդակի ճանապարհը եւ եզրային նետում նորից Ռեալի ֆուտբոլիստների համար հագեցած են իրադարձությունները, տեմպը բարձր է, հետաքրքիր է հետևել խաղի ընթացքին, արդյունավետությունն էլ լավ մակարդակի վրա է, առաջին խաղակեսում մենք ունենք արդեն դարպասի 5 գրավում, 1 րոպեից մի փոքր ավելի մինչև առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտը, տեսնենք որքան կավելացնի մրցավարը կամ կավելացնի թե ոչ, դադարներ որպես այդպիսին չտեսանք առաջին խաղակեսում, բայց կսպասենք մրցավարին։ Իսկ մինչև այդ Նոթինգեմի խաղացողները ձախ եզրում փորձում են նորից գրոզ զարգացնել։ Արթուր Ղարիբյանը կրկին ուշադիր է Ռեալի պաշտպանության գծում եւ հիմա վիճաբանական նետում մրցավարը գնդակը վերադարձնում է Ռեալի խաղացողներին։ Շեկոյան Առայժմ վատ չեն խաղարկել, հարվածի հնարավորություն եւ գնդակը հայտնվում է Նոթինգեմի դարպասում, հաշիվը դառնում է 5-1, իսկ Ռեալի կազմում գոլի հեղինակ դառնում է Արտյոմ Գրիգորյանը։ Այո, մրցավարը ոչինչ չավելացրեց ու գնանք ընդմիջման, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Արգելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել AMF Cup մրցաշարի 6-րդ տուրի առաջին հանդիպման ընթացքին Nottingham Forest Real Madrid առաջին խաղակեսից հետո Ռեալը հաղթում է 5-1 հաշվով, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ բավական հետաքրքիր էր հետևել առաջին կեսի ընթացքին։ Երկու թիմերն էլ թողեցին շատ լավ տպավորություն, հիմա սխալվեց Nottingham-ի դարպասապահ, բախտը ժպտաց նրան։ Գնդակը չհայտնվեց դարպասում, երկու թիմերն էլ թողեցին լավ տպավորություն, առհասարակ տեսանք բավական արագ ֆուտբոլ, բավական հետաքրքիր ֆուտբոլ, նաև արդյունավետ։ Ինչ խոսք, Nottingham-ն էլ ուներ բազմաթիվ պահեր մրցակցի դարպասը գրավելու համար, մի քանի դրվագներում ուղղակի Երիկ Կարապետյանն էր պարտավոր գրավել Ռեալի դարպասը, բայց չկարողացավ իրացնել իր պահերը, իսկ Ռեալը կարողացավ դրանք օգտագործել եւ 5 անգամ առաջին խաղակեսում գրավեց Nottingham-ի դարպասը։ Որևէ շոշափելի առավելություն կողմերից մեկին կարծում եմ պետք չէ տալ, որովհետեւ կրկնեմ հիմնականում հավասար պայքար է, Ռեալի հիմնական առավելությունը հենց պահերը օգտագործելն է։ Կանոնների խախտում թույլ են տալիս Ռեալի ֆուտբոլիստները, Nottingham-ը կիրացնի մատուգանային հարվածը, նորից Գարիկ Տեպնանսներ գնդակի մոտ թողնում է խաղանկերոջը։ Ալբերտ Մարուկյանն է իրացնում տուգանային հարվածը, վտանգավոր էր։ Վատ չէր հարվածը, մի փոքր բարձր էր, բայց ազատ հարված հիմա կլինի Ռեալի դարպասից։ Սևակ Գալասյանն ուժեղ հարվածով վարկում է գնդակը Շեկոյանի ուղղությամբ։ Կրկին Nottingham-ն է վերցրել։ Գնդակը առայժմ սեփական կիսադաշտում են, խլեցին գնդակը Ռեալի ֆուտբոլիստները, Շեկոյան, առաջ է շարժում Շեկոյանը, օգնել է պետք հիմա Շեկոյանի եւ գնդակը Շեկոյանից է դուրս գալիս։ Գնդակը Շեկոյանից էր դուրս եկել, բայց մրցավարը կարող էր նաև չնկատել։ Եզրային նետումը Ռեալի խաղացողներին է, անհաջող էր եւ Nottingham-ի դարպասապահն էր ցանկանում արագ գնդակը մտցնել խաղի մեջ, անհաջող տարեց այդ փոխանցումը, անցել է դիմային գծից եւ ազատ հարված Nottingham-ի դարպասից։ Հիմա հասկանալի է, որ երկրորդ խաղակեսն է, ժամանակը աշխատում է Ռեալի օգտին, Nottingham-ի ֆուտբոլիստներին էլ անհրաժեշտ է առայժմ գոնե խփել երկրորդ գնդակը, որից հետո մտածել խաղի հետագա ընթացքի մասին, բայց դա չպետք է անել այսքան շտապելով, որովհետև շտապողականությունը բազմիցս նշել եմ, բերում է շատ ավելի մեծ սխալների։ Կարելի է արագ խաղալ, բայց ոչ շտապողականությամբ, հետևաբար հիմա մի փոքր պետք է հանգստությունը պահեն Nottingham-ի խաղացողները, կարող են, թիմը ունակ է, լավ ֆուտբոլիստներով համալրված, ունակ է իհարկե լուծել խնդիրը, թեկուզ եւ առայժմ այս մինիմալ խնդիրը երկրորդ գնդակը Ռեալի դարպասը ուղարկելու համար։ Որքան ավելի հանգիստ, այնքան ավելի ճիշտ կլինեն որոշումները։ Հիմա Կարապետյանն է գնդակով, Nottingham-ը տեղափոխվել է մրցակցի կիսադաշտ։ Առայժմ չկա հարված, փոխանցում Ետ Մարուկյանի ուղղությամբ, Մարուկյան չանցավ, Մարուկյանի փոխանցումը Շեկոյանն է վերցնում գնդակը, Ռեալը նետվում է առաջ։ Իր գրոհին Շեկոյան փակում է հարվածը Մարդյանը, բայց գնդակը մնացել է Ռեալի խաղացողների մոտ, Գրիգորյան հեռացնում են Nottingham-ի ֆուտբոլիստները։ Պահեցին գնդակը իրենց մոտ, բայց շատ կարճ ժամանակով սխալվում է Շեկոյանը եւ Nottingham-ը նորից առաջ է շարժվում։ Հարված հետևեց, չդիպավ գնդակին, դարպասապահն ու ազատ հարված Ռեալի դարպասից։ Խլեցին նորից գնդակը Nottingham-ի խաղացողները, բայց շարունակություն չկար այս գրոհին, եզրային նետումը Ռեալի ֆուտբոլիստներին է, մենք նորից նայենք ժամացույցին։ 30-րդ րոպեն է ընթացքի մեջ, Nottingham Forest Real Madrid, առայժմ Ռեալը հաղթում է 5-1 հաշվով, սա հիշեցնեմ AMF Cup մրցաշարի 6-րդ տուրի առաջին հանդիպումն է, այսօր մենք բացի այս խաղը եւս երկու անգամ կհանդիպենք, հետևելու արդեն մյուս երկու խաղերի ընթացքին։ Տեպնանց
Բայց չէր այս փոխանցումը Կարապետյանն ուղարկեց գնդակը Մարտզյանի ուղղությամբ կանոնների խախտում չկա, մրցավարի սխալվում են հիմա Ռեալի խաղացողները եւ Կարապետյանը լավ հնարավորություն ուներ, փորձեց գնդակն ուղարկել դեպի հեռավոր անկյուն, չստացվեց, առհասարակ այսօր արդյունավետության առումով խնդիր ունի Կարապետյանը։ Հիշեցնեմ, որ առաջին կեսում մի քանի շատ լավ հնարավորություններ ուներ այս ֆուտբոլիստը, բայց չկարողացավ դրանք իրացնել։ Տեպնանց փոխանցում կենտրոն, հիմա լավ հնարավորություն կա Նոթինգեմի համար Կարապետյանի ուղղությամբ էր այս փոխանցումը, բայց համոզված եմ, որ դրա կարիքը չկար, կարելի էր հարվածել, դիրքը հարվածային էր։ Եվս մեկ փոխանցում Կարապետյանի հարվածը նորից չանցավ։ Մարտզյան, Նոթինգեմը աստիճանաբար մեծացնում է ճնշումը Շեկոյանը, շեղում է գնդակի ուղղությունը, Ռեալը փորձում է դուրս գալ պաշտպանությունից, բայց անհաջող Մարուկյան հարված եւ Չնչին շեղությամբ գնդակը դուրս է գալիս դիմային գծից եւ փոփոխություն հիմա Ռեալի կազմում։ Կատարվեց փոփոխությունը, հիմա մրցավարը թույլ կտա ֆուտբոլիստներին շարունակել հանդիպումը։ Գալստյանը փոխանցում է գնդակը առաջ, նորից Լուկյանչիկի ուղղությամբ ու կրկին Լուկյանչիկը հայտնվել է խաղադաշտում առաջին կեսում իր ֆիզիկական տվյալների հաշվին մեծ խնդիրներ էր առաջացնում Նոթինգեմի պաշտպանների համար, որոնք ակնհայտորեն այդ միկրոմենամարտերում պարտվում էին Լուկյանչիկին, հիմա լավ փոխանցում է հետևում Կարապետյանի ուղղությամբ, Ղարիբյանը հանեց գնդակը, ոչ այնքան հեռու, Մարտզյան, Նոթինգեմը նորից շարժում է առաջ, Տեպնանց, հարված Տեպնանցի կողմից, Կարապետյան եւ հերթական գերազանց հնարավորությունը կորցնում է Էրիկ Կարապետյանը, շատ լավ հնարավորություն էր, ճիշտ է կար մրցակցի ֆուտբոլիստ Կարապետյանի անմիջական հարևանությամբ, բայց պասիվ էր, չփորձեց խանգարել, պարզապես երևի Կարապետյանը զգալով այև մրցակցի ֆուտբոլիստի ներկայությունը փորձեց շատ արագ այդ հարվածը կատարել, չհասցրեց վերադասավորել մարմինը, ավելի լավ հարվածելու համար Մարուկյան, շատ լավ փոխեց հիմա գրոհիությունը Մարուկյանը դեպի ձախ եսար, Գրիգորյանն է մտնում պայքարի մեջ, կորցնում գնդակը Եզրային նետումը Նոթինգեմի ֆուտբոլիստներին է անմիջապես Կարապետյանի ուղղությամբ էր, անհաջող էր կասեցումը եւ այստեղ էլ կանոնների խախտում է թույլ տվել Արտյոմ Գրիգորյանը, կարծես թե կամ միգուցե ուղղակի մրցավարը դադարեցրեց հասկանալու համար ինչ է տեղի ունեցել։ Հիմա կտեսնենք, եթե կատուգանային հարված, ապա Նոթինգեմը դա կիրացնի։ Ամեն ինչ կարգին է, կանգնում է Գարիկ Մարտզյանը։ Աստորեն Սուլիչը պարզապես դադարի համար էր հասկանալու ինչ է տեղի ունեցել Մարտզյանի հետ, եզրային նետման իրավունք են ստացել Նոթինգեմի խաղացողները, հիմա Մարուկյանը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ։ Ղարիբյան Ռեալն է վերցնում գնդակը, խլում է Կարապետյանը գնդակը Ղարիբյանից, միայնակ նետվում է առաջ, Կարապետյան հարված ուտեղում է Սևակ Գալստյանը, Ռեալի դարպասապա, փորձեց մի անգամից ուղարկել գնդակն առաջ, անհաջող էր եզրային նետումը Նոթինգեմի ֆուտբոլիստներին։ Մենք երկրորդ խաղակեսում նկատեք առայժմ չունենք դարպասի գրավում։ Այն հաշիվը, որը կար առաջին կեսում, առայժմ մնում է անփոփոխ 5-1 Ռեալի օգտին։ Կրկին եզրային նետում Նոթինգեմի ֆուտբոլիստների համար։ Ազատ խաղանքեր է փնտրում Տեպնանցը, վերջապես գտավ։ Արդեն եզրային նետումը Ռեալինն է, ինչ է ցույց տալիս մրցավարը։ Տեղից պետք է նետել գնդակը, Լուկյանչիկը բավական առաջ էր։
Այն դիրքից որտեղից դուրս էր եկել գնդակը։ Հիմա արդեն կարելի է։ Իրացրեցին Եզրային նետումը, Գրիգորյան պատ էր փորձում խաղարկել, հիմա Արտաշես Թովմասյանը Գրիգորյանի հետ անհաջող էր, Եզրային նետումը Նոթինգեմի ֆուտբոլիստներինն է։ Նորից նայենք ժամացույցին, 36-րդ րոպեն է ընթացքի մեջ, մեզ մոտ սա ԱՄՖ քափ մրցաշարի 6-րդ տուրի առաջին հանդիպումն է։ Նոթինգեմ Ֆորեսթ, Ռեալ Մադրիդ 5-1 հաշվով, 5-1 հաշվով առայժմ հաղթում է Ռեալը։ Դուգանային հարված է նշանակել մրցավարը Նոթինգեմի օգտին, հիմա Տեպնանցը պատրաստում է իրացնել այդ Դուգանայինը։ Կասուլիչը երկար փոխանցում Աջեզար, շատ լավ ստացվեց այս փոխանցումը, հապաղեց մի փոքր խաղանկերը Տեպնանցի եւ Ռեալը խլեց գնդակը, ուժեղ էր փոխանցումը Թովմասյանի ուղղությամբ, շատ ուժեղ էր։ Լավ նկատել էր հիմա Ալեքս Ռուբենյանը Թովմասյանին, բայց փոխանցումը շատ ուժեղ էր եւ նույնիսկ հսկայական ցանկության դեպքում Ռեալի ավակը չէր կարող հասնել այդ գնդակին։ Լուկյանչիկ, պայեց գնդակը Լուկյանչիկը, բայց Նոթինգեմի ֆուտբոլիստների համար խլում է գնդակը Թովմասյանը, Ռեալը նորից անցնում է գրոհի, լավ հնարավորություն կար եւ գնդակը չի հայտնվում դարպասում, քանի որ այնտեղ հայտնվել էր Սասուն Տեպնանցը, բոլորը սխալվեցին։ Նոթինգեմի դարպասային հրապարակում Տեպնանցը զգաց, որ ազատ է դարպասը։ Գնդակը հենց այնտեղ էլ ուղարկվելու է, ինքը տեղափոխվեց դեպի դարպասային գիծ ու կարողացավ փակել արվածի ճանապարհը, հապաղեց Կարապետյանը եւ հիմա Ռեալը շատ լավ հնարավորություն է ստանում, Լուկյանչիկ եւ գնդակը հայտնվում է Նոթինգեմի դարպասում, 38-րդ րոպեին Ռեալը խփում է այս խաղում իր 6-րդ գնդակը։ Դմիտրի Լուկյանչիկը դառնում է գոլի հեղինակ։ Ամեն ինչ կարծես կարգին է։ Կարիբյանի հետ վերջինս ցանկանում էր գնդակը հեռացնել կիսադաշտից դեպի Լուկյանչիկը եւ այդ ժամանակ տեղի ունեցավ բախում մրցակցի ֆուտբոլիստի հետ, բայց ամեն ինչ կարգին է եւ կկարողանա Ղարիբյանը շարունակել այս հանդիպումը, իսկ Նոթինգեմը հիմա ավելի բարդ դրության մեջ է, քանի որ արդեն մեզ մոտ 39-րդ րոպեն է ընթացքի մեջ, իսկ Նոթինգեմը մրցակցին զիջում է 5 գնդակի տարբերությամբ։ Իրացված է եզրային նետումը նորից Լուկյանչիկի ուղղությամբ էր։ Թովմասյանը փորձեց ավելացնել գնդակը դեպի Լուկյանչիկը, Ռեալը նորից անցել է գրոհի, Լուկյանչիկ եւ գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Լուկյանչիկը, կրնկի հարվածով շատ գեղեցիկ կարողացավ ավարտել այս գրոհը։ Յոթ մեկ մեզ մոտ դարձավ հաշիվը, իսկ հիմա կարող է ավելանալ, եթե Թովմասյանը կարողանար հիմա միկրոմենամարտում հաղթել մրցակցի դարպասապային Վյաչեսլավ Գրիգորյանին, ինչը տեղի ունեցավ, Գրիգորյան, Ռեալի գրոհը շարունակվում է եւ գնդակը 8-րդ անգամ հայտնվում է Նոթինգեմի դարպասում, ու սա կարող ենք արդեն ասել, որ հաղթանակ է 41-րդ րոպեին
Գոլի հեղինակ դառնում է Արտյոմ Գրիգորյանը։ Այսպես Ռեալը երկրորդ խաղակեսում կարողացավ ի վերջո նորից աչքի ընկնել պահերը օգտագործելու արդյունավետությամբ։ Խփել 3 գնդակ ու հիմա արդեն հաղթում է 8-1 հաշվով։ Բայց հիմա կարելի է նաև արժանին մատուցել Նոթինգեմի խաղացողներին, չնայած հաշիվը 8-1 է մրցակցի օգտին։ Ամեն դեպքում Նոթինգեմի ֆուտբոլիստները փորձում են գեղեցիկ ֆուտբոլ խաղալ։ Կանոնների խախտում է թույլ տվել Տեպնանցը, դեղին քարտ կարելի է ստանալ, այդպես էլ կա, մրցարարը պատժում է դեղին քարտով, քանի որ չի կարելի սուլիչից հետո այսպես խաղալ, հարվածել գնդակին։ Եվ Տեպնանցը ստանում է դեղին քարտ։ Շարունակեմ միտքս, այո, թիմը զիջում է 1-8 հաշվով, բայց շարունակում է փորձել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել։ Ղարիբյանը հերթական անգամ փորձեց Տուգանայինից դառնալ գոլի հեղինակ, այս անգամ չափազանց անհաջող ստացվեց Ղարիբյանի հարվածը, հիշեցնեմ, որ նա այսօր հենց Տուգանայինից գեղեցիկ հարվածով կարողացավ դառնալ գոլի հեղինակ։ Մենք հիմա նորից նայենք ժամացույցին։ Ընթացքի մեջ է մեզ մոտ արդեն 43-րդ րոպեին 7 րոպեից մի փոքր ավելի մինչև այս հանդիպման հիմնական ժամանակի ավարտը։ Nottingham Forest, Real Madrid։ Ռեալը հաղթում է 8-1 հաշվով։ Այո, Նոթինգեմը փորձում է խաղալ իր գեղեցիկ ֆուտբոլը առանց շտապելու։ Ռեալին էլ իհարկե արժանին մատուցեն Կարապետյան եւ գնդակը նորից չի հայտնվում Ռեալի դարպասում, այսօր Կարապետյանի օրը չի ակնհայտորեն։ Իսկ Ռեալը հիմա անցնում է գրոհի սխալ էր, փոխանցումը թույլ էր ավելի ճիշտ, ոչ թե սխալ։ Իսկ Ռեալին արժանին մատուցենք նրա համար, որ թիմը խփել է 8 գնդակ, սակայն չի պատրաստվում սահմանափակվել այդ 8 գնդակով եւ փորձում է մեծացնել։ Տարբերությունը հաշվի մեջ կանոնների խախտում են թույլ տվել Ռեալի խաղացողները եւ հիմա Նոթինգեմը պատրաստվում է իրացնել Տուգանային հարված։ Կարելի է իրացնել Տուգանային հարվածը, հարվածողը Սասուն Տեպնանցն էր։ Անհաջող ստացվեց նրա հարվածը եւ հիմա Ռեալը կիրացնի ազատ հարված սեփական դարպասից Սևագալստյանի փոխանցումը հաջող չէր։ Նոթինգեմն է խլել գնդակը եւ փորձում են ամեն դեպքում փորձում են հասնել հաջողության Նոթինգեմի խաղացողները, սխալ փոխանցում ետ։ Երկար փոխանցում Աջեզր հիանալի ստացվեց այս փոխանցումը, շարունակությունն է միայն մնում լավ կազմակերպել եւ գնդակը 9-րդ անգամ հայտնվում է Նոթինգեմի դարպասում 45-րդ րոպեին։
Վերադարձանք հարգելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել Nottingham Forest Real Madrid հանդիպման ընթացքին, մեզ մոտ արդեն հաշիվը 9-1 է։ Ռեալի օգտին այս թիմին արդեն կարող ենք շնորհավորել հաղթանակի կապակցությամբ հերթական 3 միավորի համար, իսկ Nottingham-ը ես նշեմ, որ այս առաջնության լավագույն թիմերից մեկն է, գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկը, եւ նա իհարկե ունի մեծ պոտենցիալ հաջորդ խաղերում ավելի լավ հանդես գալու, չստացվեց այս արվածը, Մարուքյանը փակեց արվածի ճանապարհն ու անկյունայինի իրավունք է ստացել Ռեալը։ Այո, Nottingham-ը իրոք ունի ներուժ, ունի շատ լավ ֆուտբոլիստներ եւ համոզված եմ, որ հետագա տուրերում դեռ ունենա իր ասելիքը, լավ փոխանցում էր, պայքարի մեջ մտավ այստեղ Գրիգոր Պետրոսյանը։ 47-րդ րոպեն է ընթացքի մեջ, 3 րոպեից մի փոքր ավելի մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը։ Ու կարծում եմ նորից ոչինչ չի ավելացնի մրցավարը, որովհետև 9-1 այնպիսի հաշիվ է, որ կարիք չկա ոչինչ ավելացնելու, մանավանդ որ մենք չենք էլ ունեցել դադարներ որպես այդպիսին։ Այնպես որ հիմնական ժամանակի ավարտից հետո կավարտի կարծում եմ խաղը հանդիպան մրցավարը, սխալվում են Nottingham-ի խաղացողները, պահեցին գնդակը խաղի մեջ, Մարտզիանն է մտել պայքարի մեջ։ Եզրային նետումը Nottingham-ի խաղացողներինն է։ Հիմա արդեն զգացում եմ, որ շտապում են, բայց եթե շտապել, ապա շատ ավելի վաղ էր պետք դա անել։ Ռեալը նորից գրոհ է կազմակերպում Տեպնանց, Nottingham-ը վերցրեց գնդակը, գեղեցիկ անցում է առայժմ։ Դեռ չկա շարունակություն, դեռ անհատական խաղի չարաշահում կա այստեղ։ Ռեալի ֆուտբոլիստները ճիշտ է չկարողացան խլել գնդակը Այգ Բարխոյանից, բայց ամեն դեպքում Մարուքյան, առաջին փորձը Մարուքյանի չստացվեց, Ռեալը 3-1-ի դիմաց հիմա անցնում է հակագրոհի, լավ հնարավորություն կա, եւս մեկ գնդակ խփելու, փոխանցում դեպի Աջեզը, անհաջող հարված էր եւ ազատ հարված Վյաչեսլավ Գրիգորյանի պաշտպանած դարպասից։ Իսկ Nottingham-ի խաղացողները հիմա շատ լավ սկսեցին իրենց ուղանային հրապարակից, ճիշտ է նորից շտապողականություն, նորից կորցնում են գնդակը։ Իրացնում են եզրային նետումը, չնայած այդ ամենին Տեպնանցը գնդակը ուղարկում է դարպասապային, երկար դեպի առաջ։ Թիմի ավագը Տեպնանցը Nottingham-ի մտավ պայքարի մեջ, կարողացավ հաղթել այս միկրոմենամարտում, Տեպնանց երկար էր, չափից ավելի երկար էր սա, կորցրեց գնդակը Տեպնանցը եւ հիմա Ռեալը նորից հնարավորություն ունի դարպասը գրավելու, լավ էր մտածված, թողնում էին գնդակը Ղարիբյանին։ Լսեք ինչ անողոք պայքար է նույնիսկ այս հաշվի ժամանակ։ Ռեալի խաղացողները կորցնում են գնդակը, Nottingham-ը նորից գրոհ է կազմակերպում, Տեպնանց, լավ փոխանցում է հետևում դեպի Աջեզը եւ Nottingham-ի խաղացողները վերջապես կկարողանան իրենց երկրորդ գնդակը այս խաղում խփել, այդքան հնարավորություններ ունեցան այսօր, բայց ընդամենը մեկ անգամ կարողացան գնդակն ուղարկել Ռեալի դարպասը։ Գալստյան, Ռեալը շատ արագ խաղարկում է գնդակը Մխիթարյանի ուղղությամբ, հետևեց այս փոխանցումը եւ անկյունային հարված մրցավարը գտա, որ այստեղ կանոնների խախտում Գրիգոր Պետրոսյանի հետ չկար։ Սեփական նախաձեռնությամբ ընկավ Պետրոսյանը։ Վարկյաններ մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը։ Ռեալը չկարողացավ խփել իր 10-րդ գնդակը, Nottingham-ը չկարողացավ խփել իր երկրորդ գնդակը։ Չնայած առայժմ ասենք, առայժմ, քանի որ վարկյաններ դեռ կան։ Կարապետյանն է գնդակով։
Տեսնենք շարունակությունը ինչ են որոշելու հիմա Նոթինգեմի ֆուտբոլիստները, սխալվում են, Ռեալն է վերցրել գնդակը։ Երկար մտածեց նաև Գրիգորյանը, բայց մրցավար այստեղ ազդարարում է հանդիպման ավարտը եւ Ռեալը հաղթում է Նոթինգեմ Ֆորեսթին 9-1 հաշվով, վաստակում է հերթական 3 միավորը, շնորհավոր ենք կրկին Ռեալի ֆուտբոլիստներին, իսկ Նոթինգեմին, որը լավ թիմ է, մաղթենք հաջողություն արդեն հետագա տուրերում, իսկ մենք քիչ անց կհանդիպենք խաղային օրվա երկրորդ հանդիպման շրջանակում։